Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության համար համարվում է գերակա ոլորտ եւ դրա զարգացումը էական նշանակություն ունի մեր երկրի համար։ Նախ, մինչև անդրադառնալը Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններին եւ հիմնախնդիրներին, ասեմ թե ինչ է նշանակում զբոսաշրջությունը եւ որն է միջազգային զբոսաշրջիկ։ Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, ով ճամփորդում է իր մշտական բնակության վայրից դեպի մեկ այլ վայր, բուժման, առողջության վերականգնման, գործնական, կրոնական, հանգստի, ճանաչողական եւ այլ նպատակներով, նվազագույնը 24 ժամ եւ առավելագույնը անընդմեջ մինչեւ 1 տարի ժամկետով։ Այսինքն իր այցելության հիմնական նպատակը տվյալ վայրում աշխատանքային գործունեությամբ զբաղվելը չէ, որի դեպքում նրա ճանապարհորդության դիմաց վճարումները կկատարվեին իր աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։ Եվ ըստ սրա նաև ՀՀ զբոսաշրջության մասին օրենքն է սահմանում զբոսաշրջությունը որպես ճանապարհորդություն մշտական բնակության վայրից դեպի մեկ այլ վայր, հանգստի, ճանաչողական, կրոնական, գործնական եւ այլ նպատակներով։ Մեզ հետաքրքրում է մեր երկրում ներքին եւ ներգնաց զբոսաշրջության զարգացումը, ներքինը մեր քաղաքացիների ճանապարհորդությունն է երկրի ներսում մշտական բնակության վայրից դեպի մեկ այլ վայր, իսկ ներգնան, երբ որ այլ երկրի քաղաքացիները գալիս են մեր երկիր։ Մինչև հիմնախնդիրներին անդրադառնալը ես կցանկանայի մի փոքր ներկայացնել առկա վիճակը, ասեմ, որ վերջին տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում զարգացման էական միտումներ է արձանագրել եւ մինչև COVID համավարակը մենք ունեցել ենք թվով ամենաշատ ներգնաց զբոսաշրջիկները 2019 թվականին շուրջ 1.9 միլիոն մարդ է այցելել Հայաստան։ Հետագայում բնականաբար 2020 թվականին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում շուրջ 70-ից 75% անկում արձանագրեց զբոսաշրջության ցուցանիշները եւ Հայաստան այդ ժամանակ այցելեց ընդամենը 375,000 մարդ։ Հետագա 21-22 թվականին ցուցանիշները կամաց-կամաց վերականգնվեցին, ինչպես պատվաստանյութերի տարածման, տարբեր երկրներ կամաց-կամաց բացում են իրենց սահմանները եւ 21 թվականին 875,000 մարդ եկավ Հայաստան, իսկ 22 թվականին արդեն 1.6 միլիոն։ 2023 թվականին թվով ամենաշատ զբոսաշրջիկներն են ունեցել 2.3 միլիոն մարդ եւ պետք է իհարկե փաստել, որ 2022 եւ 2023 թվականների այդ աճը նաեւ պայմանավորված էր ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ։ Համացան համար ասեմ, որ օրինակ 2019 թվականին Հայաստան այցելել էր ընդամենը 550,000 ռուս զբոսաշրջիկ, իսկ 2023-ին շուրջ 1.2 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ 24 թվականի կտրվածքով ունեցել են 2.2 միլիոն զբոսաշրջիկ, այսինքն շուրջ 100,000-ով պակաս, տարբեր խնդիրներով պայմանավորված, բայց արդեն այս տարվա 8 ամիսների ընթացքում 1.5 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել, ինչը հույս է տալիս ներշնչելու, որ մենք 25 թվականը կկարողանանք գուցե 2.3 միլիոնը ապահովել կամ անցնել, այսինքն 23 թվականի ցուցանիշը անցնել։ Ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը եւս վերջին տարիներին էական աճի միտումներ է արձանագրել։ Եթե մինչև COVID-ը 2019 թվականին 1.5 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել ներքին զբոսաշրջիկներ, ապա անցյալ տարի 2024-ին շուրջ 2.8 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ են գրանցել, ինչը իհարկե շատ լավ է։ Դա վկայում է, որ հայերը նաև իրենց երկրի ներսում են ճանապարհորդում։ Իհարկե ներգնաց զբոսաշրջությունից ստացված մուտքերը շատ ավելի են եւ ըստ վճարային հաշվեկշռի տվյալների մենք տեսնում ենք, որ զբոսաշրջային ծառայությունների արտահանումից եկամուտը կազմել է նախորդ տարի 2.4 միլիարդ դոլար, այսինքն ներգնաց զբոսաշրջիկները մեր երկրում այդքան գումար են ծախսել, ուստի դրանով էլ խիստ կարեւորվում է այն, որ զբոսաշրջության զարգացումը մեր համար շատ կարեւոր է եւ երկրի հնայում զբոսաշրջության համախառն ներդրումը նախորդ տարի կազմել է շուրջ 13% եւ նաեւ համախառն ազդեցությունը զբաղվածությանը կազմել է շուրջ 170,000 աշխատատեղ։ Այս թվերը ես մատնտշում եմ նրա համար, որ ցույց տան, որ զբոսաշրջությունը տնտեսության համար էական նշանակություն ունի եւ ինչպես տեսակ հնայի ծավալների մեծացմանն է նպաստում, ստեղծվում են նոր աշխատատեղեր, կրճատում է գործազրկությունը, գյուղական համայնքների զարգացմանն է նպաստում, ենթակառուցվածքներն են զարգանում։ Իհարկե մեծ ազդեցություն ունի նաեւ մշակութային արժեքների պահպանման, արժևորման եւ դրանք զբոսաշրջային երթուղիներում ներկայացման վրա։
Ուստի դա այս ոլորտի զարգացումը մեր համար էական նշանակություն ունի եւ մի շարք քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։ Մենք ունենք նաեւ մի շարք զբոսաշրջային ռեսուրսներ, որոնց հիման վրա էլ կարող ենք զարգացնել եւ ներկայումս զարգացնում ենք ու իհարկե ունենք լայն հնարավորություններ ապագայում եւս զարգացնելու համար։ Ասեմ, որ մենք ունենք հարուստ պատմամշակութային ժառանգություն եւ կրոնական կառույցներ։ Հայաստանում կա 24000-ից ավել պատմամշակութային հուշարձան, 2444 կրոնական կառույց, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված են Հաղպատի եւ Սանահինի վանական համալիրները, Էժմիածնի եկեղեցիների եւ Զվարթնոցի տաճարը, Գեղարդի վանական համալիրը։ Իսկ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներից ներառված են Դուտուկը եւ դրա երաժշտությունը, հայկական տառարվեստը, Սասնա ծռեր էպոսը, գորգագործությունը, լավաշը եւ դրա թխման ավանդույթը, դարբնագործությունը Գյումրիի եւ այլն։ Եվ շատ զբոսաշրջիկներ, երբ որ այցելում են, նախապես տեղեկանում են, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Հայաստանից ինչ արժեքներ են ներառված եւ հատուկ այցելում են նաեւ այդ վայրերը, որպեսզի տեսնեն այդ մշակութային կոթողները։ Դրանից բացի նաև զարգացման մեծ հեռանկարներ ունի առողջարանային զբոսաշրջությունը, քանի որ մենք ունենք կուրորտային շատ հարուստ ռեսուրսներ, հանքային ջրեր, տարբեր կուրորտային գոտիներում, Ջերմուկում, Դիլիջանում, Արզնիում, Ստեփանավանում, Սյունիքի տարածաշրջանում, Սևանի ավազանում ունենք բուժիչ տորֆի հանքաշերտեր, որի հիման վրա առողջարաններում ցեղաբուժություն ենք կարողանում կազմակերպել, ունենք կլիմաբուժության կազմակերպման համար էական պայմաններ եւ առողջարանային վերականգնողական զբոսաշրջությունը եւս զարգացման մեծ հեռանկարներ ունի Հայաստանում։ Բժշկական զբոսաշրջությունը եւս եթե առանձնացնենք, քանի որ շատ զբոսաշրջիկներ նախընտրում են Հայաստանը ատամնաբուժական туриզմի տեսանկյունից, քանի որ այստեղ գները համեմատաբար ավելի մատչելի են, քան Ամերիկայում կամ եվրոպական մի շարք երկրներում։ Շատ են գալիս այստեղ կոսմետիկ վիրահատությունների համար եւ այս առումով պետք է նշել, որ վերջին շրջանում եւս քայլեր են ձեռնարկվում, նախատեսվում է բժշկական զբոսաշրջության զարգացման ռազմավարություն մշակել զբոսաշրջության այս տեսակը եւս զարգացնելու համար։ Մեծ կարեւորություն ունի նաեւ զբոսաշրջիկների շրջանում գաստրոնոմիական եւ գինու զբոսաշրջությունը, քանի որ գիտենք Հայաստանը ունի հին եւ հարուստ ավանդույթներով հարուստ խոհանոց, ինչպես նշեցի, արդեն լավաշը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում, ունենք գինու պատրաստման հին ավանդույթներ եւ շատ զբոսաշրջիկների համար Հայաստանը նաեւ հարուստ է գինու ավանդույթներով եւ նախորդ տարի էլ գինու ՄԱԿ-ի գինու համաշխարհային 8-րդ համաժողով անցկացվեց Հայաստանում, որը եւս մեծ իրադարձություն էր զբոսաշրջության այս տեսակը զարգացնելու համար։ Վերջին տարիներին զարգացում է ապրում նաեւ ագրոտուրիզմը, էկոտուրիզմը, արկածային տուրերը, քանի որ շատ երիտասարդ զբոսաշրջիկներ հատկապես հետաքրքրված են լեռնամագլցման տուրերով, զիփլայներով եւ այլն։ Ձմեռային տուրիզմի զարգացման էական նախադրյալներ ունենք եւ վերջին տարիներին եւս դրանց դեստինացիաները ընդլայնում են։ Եթե նախկինում Ծաղկաձորն էր դիտարկում, այժմ արդեն Մայլեր կուրորտային ռեզորտն է ձմեռային ընդունում մի շարք զբոսաշրջիկների, այսինքն այս առումով եւս զարգացման հնարավորություններ կան։ Փառատոնների ընդլայնման եւ փառատոնային туриզմի զարգացման մեծ հնարավորություններ ունենք։ Սա եւս մեկ քայլ է նաեւ հեռավոր բնակավայրերում տարբեր մշակութային արժեքների հիման վրա փառատոն կազմակերպելով տուրիստների հոսքը ուղղել դեպի այդ վայրեր։ Ամենահայտնի փառատոններից Արենիի գինու փառատոնն է, որը արդեն 10 տարուց ավել է կազմակերպվում է եւ ամենաշատ այցելվողը Երևանի գինու օրերն են Սարյան փողոցի վրա հունիս ամսին մշտապես եւ քանի որ դա քաղաքի կենտրոնում է, դրանով պայմանավորված նաեւ ըստ փորձագիտական տվյալների տարեկան 100-ից 150 հազար մարդ միայն այցելում է Երևանյան գինու օրերին։ Նաեւ գործարար զբոսաշրջությունն է վերջին տարիներին զարգանում, քանի որ շատ են միջազգային համաժողովները, գործարար տարբեր բնույթի միջոցառումները, որոնք գրավում են նաեւ միջազգային զբոսաշրջիկներին այս առումով։ Ուրեմն այժմ անդրադառնամ որոշ հիմնախնդիրների, որոնք որ խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը։ Նախ ամենակարևորներից մեկը թերևս մարքեթինգի եւ բրենդինգի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրներն են։ Չնայած որ վերջին տարիներին մի շարք ջանքեր են կատարվում տարբեր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար, սակայն մենք դեռևս ունենք մեր երկրի ճանաչելիության խնդիր։ Սա նաեւ փաստում է այն, որ մի շարք երկրներից դեռևս զբոսաշրջային հոսքերը դեռ շատ քիչ են։ Ես ասացի, որ Ռուսաստանից մեծ հոսք ունենք ռուս զբոսաշրջիկների, զուտ
որոշակի թվեր ասեմ, որպեսզի իրավիճակը պարզ լինի ձեզ, 2024 թվականին 2.2 միլիոն ներգնաց զբոսաշրջիկների շուրջ 930,000-ը եղել են Ռուսաստանից այցելությունները, 260,000-ը Վրաստանից, մոտ 176,000-ը Իրանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից շուրջ 58,000 մարդ է այցելել, այսինքն մենք ունենք դիվերսիֆիկացիայի խնդիր, կախվածությունը մի քանի երկրներից շատ մեծ է, եւ եթե դիտարկում ենք օրինակ Չինաստանը, որը մեծ շուկա կարող ենք դիտարկել մեր համար, նախորդ տարի ընդամենը 32,000 զբոսաշրջիկ է այցելել Չինաստանից։ Իսկ Չինաստանը գիտենք 1.4 միլիարդանոց շուկա է եւ կարծում եմ մենք այդտեղ էական մարքեթինգային քայլեր պետք է իրականացնենք հոսքը ընդլայնելու համար։ Նաեւ Հնդկաստանից, ինչքան է նկատում ենք վերջին տարիներին շատ հնդիկներ գալիս են այստեղ հիմնականում աշխատանքի նպատակով, դեռևս զբոսաշրջային հոսքերը շատ քիչ են Հնդկաստանից եւ նախորդ տարի ընդամենը 43,000 զբոսաշրջիկ է այցելել Հնդկաստանից։ Ուստի այստեղ այս դիվերսիֆիկացիայի խնդիրը լուծելու համար կարծում եմ, որ մարքեթինգի եւ բրենդինգի բարելավման ուղղությամբ էական աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ավելի շատ երկրներից կարողանանք զբոսաշրջիկներ ներգրավել։ Մյուս խնդիրը կարող է մատնանշել տրանսպորտի հասանելիության հետ կապված եւ ներքին եւ միջազգային, չնայած որ վերջին տարիներին շատացել են տարբեր ուղղություններով միջազգային թռիչքները եւ նաեւ բյուջետային ավիաընկերությունների վիզաների շնորհիվ, սակայն դեռ կան մի շարք երկրներ, որից հետ ուղիղ թռիչքներ չունենք, իսկ զբոսաշրջիկների համար Հայաստանն ընտրել տրանսֆերով գալու համար, այդպես արդեն գինը թանկանում է եւ շատ զբոսաշրջիկների համար դա ձեռնտու չի լինում։ Նաեւ ներքին տրանսպորտի հետ կապված հասանելիության խնդիր կա, որովհետեւ դեռ շատ տուրիստական դեստինացիաներ ապահովված չեն տրանսպորտով։ Այս առումով նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների խնդիրներ ունենք, հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում մի շարք մշակութային կոթողներ կամ եկեղեցիներ տանող ճանապարհը ոչ բարեկարգ է եւ այս առումով սա էական խոչընդոտ է զբոսաշրջության զարգացմանը։ Պետք է նշեմ սակայն, որ վերջին տարիներին Համաշխարհային բանկի վարկային միջոցներով տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով էական ներդրումներ են կատարվել, հատկապես ենթակառուցվածքներում մի շարք ուղղություններով ճանապարհների վերանորոգում է տեղի ունեցել, բայց իհարկե բոլոր խնդիրները դրանով չէին կարող լուծվել եւ չեն լուծվել եւ դեռ այստեղ էլ կրկին մենք խնդիրներ ունենք, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն։ Մյուս խնդիրը կապված է վիճակագրական հաշվառման հետ։ Այս առումով պետք է նշեմ, որ մեր երկրում զբոսաշրջության վիճակագրությունը դեռևս շատ թերի է։ Ցավոք մենք չունենք ներքին եւ ներգնա տուրիստների առումով ըստ մարզերի այցելությունների հստակ թիվ, որպեսզի հասկանանք, թե որքան են ներքին եւ ներգնա զբոսաշրջիկներ այցելել մարզեր եւ ըստ ծագման երկրի, ըստ սեռի, ըստ տարիքի։ Իսկ եթե ցանկանում ենք ոլորտում որոշակի ռազմավարություններ մշակել, առկա վիճակը պարզելու համար մեզ պետք են հստակ վիճակագրական տվյալներ, որպեսզի հասկանանք ինչ ունենք, ինչ խնդիր ունենք եւ ինչ ենք ցանկանում ստանալ։ Իսկ այս առումով մեզ պետք են հստակ վիճակագրական մեթոդաբանություններ եւ տվյալներ ճիշտ վերլուծություններ անելու համար։ Խնդիրներ ունենք դեռևս մարդկային կապիտալի հետ կապված, սա կապված է հիմնականում բու աշխատաշուկա կապի ապահովման հետ։ Ներկայումս ՀՀ-ում մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ գիտեք, որ պատրաստում են զբոսաշրջության ոլորտի մասնագետներ։ Սակայն խնդիրը կանում է նրանում, որ բուհը ավարտելուց հետո մեր ուսանողները բախվում են աշխատաշուկայում աշխատանք գտնելու դժվարությունների հետ եւ լրացուցիչ հմտությունների, գիտելիքի կամ վերապատրաստումների կարիք են զգում, որպեսզի կարողանան աշխատանք գտնել։ Այս առումով պետք է ապահովել կրթական ծրագրերի այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր պատրաստել։ Այս առումով պետք է նշեմ, որ ներկայումս Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում մենք ունենք զբոսաշրջություն մասնագիտությունը եւ դրա կրթական ծրագրի բարելավման հետ կապված հենց ներկայումս աշխատանքներ են կատարում, որի շրջանակներում նաեւ համագործակցում ենք աշխատաշուկայի գործատուների հետ, որպեսզի հասկանանք, թե աշխատաշուկային ներկայումս ինչ գիտելիքներով, ինչ հմտություններով եւ կարողունակություններով օժտված մասնագետներ են պետք, որպեսզի կարողանանք մեր առարկայական ծրագրերը եւ ամբողջությամբ կրթական ծրագիրը այնպես բարեփոխել, որ մեր ուսանողները հետագայում այդ խնդիրները չունենան, աշխատաշուկայում հեշտ կարողանան յուրացվել եւ լրացուցիչ վերապատրաստումների խնդիր չլինի։ Իսկ արդեն ոլորտում աշխատողների համար կարող են կազմակերպվել լրացուցիչ կարճաժամկետ վերապատրաստման
զարգացման ծրագրեր, որպեսզի անընդհատ կարողանան լրացուցիչ նոր գիտելիքները թարմացնել ոլորտի աշխատակիցները։ Ունենք դեռևս գին որակ համամասնության ապահովման խնդիր եւ մի շարք զբոսաշրջիկներ մատնանշում են, որ Հայաստանում նկատում են բարձր գներ համեմատություն սպասարկման որակի եւ այստեղ պետք է առնվազն սպասարկման որակը ծառայությունների այնպես բարձրացնել, որ գոնե բարձր գինը դրանով արդարացվի։ Իհարկե շատ ուղղությունների համեմատ Հայաստանը գուցե որոշ դեպքերում հյուրընկալության ոլորտը ավելի թանկ լինի, քան մի շարք այլ եվրոպական ուղղություններ նույնիսկ, հատկապես պիկ սեզոններին ամառվա ընթացքում։ Մյուս խնդիրը սեզոնայնության հետ է կապված եւ այս առումով սեզոնայնությունը նվազեցնելու հետ կապված կարող ենք դիտարկել զբոսաշրջության տարբեր եղանակներ, օրինակ բժշկական զբոսաշրջությունը, գործարար զբոսաշրջությունը, որը կարող են կազմակերպել նաեւ ոչ պիկ ամառվա սեզոններին, այսինքն դրանով փորձելով տարբերակել զբոսաշրջային հոսքերը, որպեսզի ցածր սեզոնին եւս կարողանանք զբոսաշրջային հոսքեր ապահովել դեպի մեր երկիր։ Մենք նաեւ ունենք մրցունակության բարձրացման խնդիր, ասեմ, որ 2024 թվականի զբոսաշրջության զարգացման ինդեքսում Հայաստանը 119 երկրներում զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը։ Դա իհարկե լավ չէ, որովհետեւ այստեղ կրկին խնդիրներ կան ապահովության եւ անվտանգության, մարքեթինգի եւ բրենդինգի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի կայունության հետ կապված եւ այս ուղղությամբ եւս քայլեր պետք է կատարվեն։ Շրջակա միջավայրի կայունության ցուցանիշները, առհասարակ կայուն զարգացման գործելակերպը զբոսաշրջային ընկերությունների կողմից ներդնելու հետ կապված։ Եվ իհարկե չպետք է մոռանալ նաեւ տարածաշրջանային, քաղաքական, անվտանգային մարտահրավերները, որոնք որոշակի առումով իհարկե ազդում են զբոսաշրջային հոսքերի վրա։ Վերջին տարիներին հատկապես գիտեք, որ մի շարք երկրներ, դեսպանատներ իրենց քաղաքացիներին հորդորում են չայցելել Հայաստանի սահմանամերձ մարզեր եւ պարբերաբար այդ գրառումը կատարում են, զգուշացնում են եւ դա ազդում է մի շարք զբոսաշրջիկների վրա։ Հետո գալիս են, տեսնում են այստեղ ապահով է անվտանգ եւ զարմանում են, թե ինչու էր ասենք Հայաստանը հայտնվել ապահովության ցուցանիշով, օրինակ կարմիր գոտում, բայց այնուամենայնիվ կրկին այստեղ մարքեթինգային գործիքակազմի խնդիր է, որպեսզի մենք կարողանանք հստակ ցույց տալ զբոսաշրջիկներին, որ Հայաստանը էական զբոսաշրջային ռեսուրսներ ունի, այստեղ ապահով է եւ անվտանգ, կարող են գալ, որովհետեւ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հայաստանը ունի մի շարք հարուստ պատմամշակութային արժեքներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցված պատմամշակութային կոթողներ, եւ Հայաստանը կարող է դառնալ հայտնի զբոսաշրջային վայր աշխարհում, եթե մենք կարողանանք այս իմ նշած հիմնախնդիրները լուծել, վերացնել մարտահրավերները եւ կարողանանք Հայաստանը դիրքավորել որպես հայտնի զբոսաշրջային դեստինացիա ամբողջ աշխարհում։